Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական վլոգը։ Իսկ մեզ միացած նոր հետևորդներիս համար ասեմ, որ ես Լիաննան եմ, 32 տարեկան, ապրում եմ Գյումրիում և վարում եմ իմ ընտանեկան վլոգը։ Եվ իհարկե շատ ուրախ եմ մեր փոքրիկ ընտանիքի մի մասնիկը դառնալու համար։ Ինչպես տեսնում եք, մեր մոտ շարունակում է առատորեն ձուն գալ ու շատ հաճելի ու հավես եղանակ է։ Ես դուրս եմ եկել խանութ եմ գնալու, մի քանի գնումներ ունեի անելու ու որոշեցի միանգամից նաև սկսել վլոգը, քանի որ երբ սկսում եմ վլոգը, ընթացքը ավելի հեշտ ու սահուն է գնում, արդեն կողմնորոշվում եմ ինչ նկարել, ոնց նկարել, որը ավելի հետաքրքիր ու հավես լինի։ Այսօր նույնուլիկս դպրոց գնաց, բայց Անգելինան մանկապարտեզ չգնաց, քանի որ մորքուրի ծնունդն էր, ինքը որոշեց, որ ինքը այսօր մանկապարտեզ չի գնալու։ Այո, այսօր քուրիկիս ծնունդն է, նշելու ենք շատ թեթև ընտանեկան միջավայրում, երեկոյան պապաս խորոված է անելու, ես աղցանքը պատրաստեմ, այդպես կնստենք ու կարծեմ նաև հյուրեր ենք ունենալու, բայց շատ թեթև ենք անցկացնելու, որպես այդպիսին մեծ ծնունդ չենք անելու, ուղղակի երեկոյան կնստենք, հաց կուտենք, հավես ժամանակ կանցկացնենք եւ իհարկե վերջում քուրիկս կփչի իր ծննդյան մոմերը երեխեքի հետ։ Այդպես, հիմա գնամ գնումներս անեմ կամ հանա կկիսվեմ ձեր հետ իմ գնումներով, գիտեմ, որ հետաքրքիր է ու շատ մեծ սիրով եք նայում այդ գնումների հատվածները։ Այդպես, գնամ կամ ընթացքում իհարկե կմիանամ։ Պես տեսեք ինչ հովից ձուն է գալիս երեխեք, շունիկներն է մեզանից անպակաս։ Դե ինչ սիրունես, ես արդեն տանն եմ, եկեք միասին նայենք, թե ինչ եմ վերցրել խանութից, ասեմ, որ երկու տարբեր խանութներից եմ գնումներս արել ու մի բան ևս, քանի որ մեր տանը բավականին աղմուկ էր, բոլորը խոսում էին, որոշեցի ձայնագրել, որպեսզի համ լավ լսեք իմ ձայնը, համ էլ այդպես ավելի հարմար կլինի։ Դե ինչ, առաջին խանութից վերցրել է ինչպես տեսակ կարմիր տաք, գազար, ձու, կաթ, մածուն և խառը կանաչի, որի համար վճարել էի 4000 դրամ, իսկ երկրորդ խանութից արդեն վերցրել եմ ընդեղեն, կաղին, վերցրել եմ սիգարետ եղբորս համար, վերցրել եմ սուրճ, վերցրել եմ նաև կոզինախ, որը երեխեքը շատ են սիրում ու ոչ միայն, վերցրել եմ ընկույզ, մի փոքր նուշ և աղցանի համար վերցրել եմ բուլղարական պղպեղներ և իհարկե կառայլոկ, որը էլի մենք բոլորս շատ ենք սիրում ու այսքանի համար վճարել եմ 12900 դրամ։ Այսպիսին էին այսօրվա իմ գնումները, ինչպես տեսնում եք, գնանք դասավորենք ու անցնենք գործի։
կարողանար դասավորել, բայց երևի ես այդքան գործը չեմ հասցնի անել, մերոնք տանեն, մամաս ու քուրիկս, որովհետև ես մինուլիկիս բարի պիտի տանեմ, չեմ ուզում բացակայի, որովհետև մրցումներ ունի առջևում ու ամեն օրը կարևոր է, որովհետև նոր շարժումներ են սովորում, նոր պարեր են բեմադրում ու ցանկալի չի, որ բացակային, հատկապես որ լուրջ պատճառ չկա դրա համար։ Կարելի ասել մեր քուրիկիս ծնունդը շատ հապես անցկացրեցինք, նստեցինք, շփվեցինք, երեխեքը լիքը խաղացին իրար հետ։ Այդպես ինձ միացա, ասեմ, որ մենք այս փուլի մեջ ենք, այսպես ասած, արդեն հետ ծննդյան ամբողջ տունը թափված վիճակում է, պետք է հավաքենք, երեխեքը ամեն ինչ խառնել են իրար, խաղալիք, շոր, չգիտեմ, այդպես, հիմա գնամ մի փոքր մերոնց օգնեմ հավաքեն, մինչև ժամը գա ու գնանք։ Ողջույն սիրուններս, բարի օր բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու շարունակում ենք մեր վլոգը արդեն իսկ հաջորդ օրվանից, ասեմ, որ երեկ քուրիկիս ծնունդը շատ լավ անցավ, բայց չեմ նկարել գրեթե ոչ մի բան, իրան էլ չեմ նկարել, տորտի պահը, քանի որ քուրիկս նկարվել չի սիրում, իսկ ես չուզեցա իրեն անհարմարություն պատճառել։ Դե ինչ, մենք մեր վլոգը շարունակում ենք արդեն այսօր, փետրվարի 13-ից, իսկ այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Տյառն ընտարաճը, նույն ինքը Տերնդեզը, որը եկեղեցական շատ սիրուն տոն է կա ու հատկապես երբ գիտես տոնի խորհուրդը նշանակությունը, ինքը ավելի սիրուն ու խորհրդանշական է դառնում ու կարծում եմ ցանկացած հայ ընտանիք իր տանը պատրաստում է տոնին պատկանող որևէ ուտեստ, իսկ Տերնդեզին բնորոշ է պատրաստել խեծախ, մեր լեզվով ասած, նույն ինքը աղանց, պատրաստում են նաև տնական հալվա, ու մենք էլ բացառություն չենք, ամեն տարի ու այս տարի եւս պատրաստելու ենք աղանձը, տնական հալվան, որպեսզի երեկոյան ընտանիքով նստենք ու սուրճ խմենք։ Դուք արդեն տեսաք, որ ես աղանձի բոլոր բաղադրիչները պատրաստել եմ, հիմա անցնենք գազօջախի մոտ, սկսենք այդ ամեն ինչը փովել, խառնել իրար, դնենք սառնարան, որ ինքը մի փոքր սառի ու կպնի իրար, որպեսզի երբ տան մյուս անդամներն էլ տանը կլինեն, կպատրաստենք սուրճ ու կվայելենք։ Իսկ այս ընթացքում դուք նաև կլսեք աղանձի ու տնական հալվայի նշանակությունը այս տոնին։ Տրնդեզը շատ հաճախ համարվում է նաև սիրո և նոր կյանքի սկզբի տոն։ Աղջիկներն ու տղաները հավատում էին, որ այդ օրը կրակի շուրջը արված ցանկությունները իրականանում են։ Համարվել է շատ բարենպաստ օր նշանադրության կամ ամուսնության համար։ Տրնդեզին հատուկ են մի քանի խորհրդանշական ուտելիքներ, որոնցից են հալվան, աղանձը, փոխինձը և այլն։ Աղանձը պատրաստվում է փոված ցորենից, ձավարից կամ գարիից, խորհրդանշում է պտղաբերություն, բերքարատ տարի, աշխատասիրություն։
Իսկ քալվան խորհրդանշում է քաղցր կյանք, առատություն և ընտանիքի բարեկեցություն։ Տյան ընտառաջը հայ ժողովրդի հնագույն և սիրված տոներից է, որը նշվում է փետրվարի 13-ի երեկոյան և 14-ին։ Տոնը ունի և քրիստոնեական, և հետանոսական արմատներ։ Քրիստոնեական իմաստով Տյան ընտառաջը նշանակում է Տիրոջն ընտառաջ, այսինքն Տիրոջ Հիսուս Քրիստոսի ընծայումը տաճարին։ Համաձայն ավետարանի, Հիսուսը ծնվելուց 40 օր անց Մարիամ Աստվածածինը նրան տանում է Երուսաղեմի տաճար։ Այդ օրը Քրիստոսը ճանաչվում է որպես լույս, որը պիտի լուսավորի աշխարհը։ Այդ պատճառով տոնի կարևոր խորհրդանիշը կրակն ու լույսն են։ Իսկ ժողովրդական ավանդույթներում տրընդեզը կապված է գարնան գալստյան, կրակի մաքրող ուժի, սիրո, ամուսնության և պտղաբերության հետ։ Տրընդեզի ամենակարևոր պահը բարով պահելն է։ Երիտասարդները ու հատկապես նորամսակները կրակի վրայով ցատկում են։ Ցատկելը նշանակում է առատություն, երջանկություն, ընտանիքի ամրություն, չար աչքի պաշտպանություն։